Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին։ Իդեպ մեզ դիտողների 77%-ը ալիքին բաժանորդագրված չեն։ Դուք կարող եք մատի 1 շարժումով այս անարդարությունը մի փոքր մեղմացնել մեր ալիքին բաժանորդագրվելով։ Հիմա օրվա անցուդարձին անցնենք։ ԱՄՆ նախապատրաստվում է իր պատմության մեջ վիզաների ամենամեծ չեղարկմանը։ Դա վերաբերելու է շուրջ 200,000 օտարերկրացու։ Խոսքը գնում է գործարար եւ զբոսաշրջային B1 եւ B2 վիզաների մասին։ Գործողությունը թիրախավորում է ապաստան հայցողներին։ Պետդեպարտամենտը համակարգում է գործողությունները անվտանգության նախարարության հետ։ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է. «Մենք չեղարկում ենք այն օտարերկրացիների վիզաները, որոնք ապաստան են հայցում։ Նրանց դիտարկում են որպես կեղծ կարճաժամկետ այցելուներ»։ Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է. «Ապաստարանը չպետք է լինի ներգաղթի օրենքը շրջանցելու միջոց։ Չեղարկումները չեն նշանակում անհապաղ արտաքսում։ Ապաստան հայցողները կկորցնեն իրենց նախկին կարգավիճակը»։ Վերջին 18 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն արդեն չեղարկել է 175,000 վիզա։ Պատճառները եղել են տարբեր հանցագործություններ։ Վարչակազմը նաև պայքարում է ծննդաբերության համար նպատակային այցերի դեմ։ Թրամփի վարչակազմը շարունակում է խստացնել ներգաղթի կանոնները։ ԱՄՆ-ում աշխատանքային վիզան դարձել է ավելի թանկ, քան երբևէ։ Թրամփի վարչակազմը ցանկանում է մշտական դարձնել $100,000 վճարը։ H-1B վիզաների համար նախատեսված այս վճարը դատարանը անօրինական էր համարել։ Այժմ իշխանությունները նոր փաստաթղթեր են ներկայացրել, վճարը հասցնելով $103,265։ Այն կգործի տարեվերջից։ Նախկինում վճարը $2,000-ից $5,000 էր։ Ըստ վարչակազմի վճարի աճը կանխում է ամերիկացի աշխատողներին էժան աշխատուժով փոխարինելը։ Գործարարները սակայն պնդում են, որ մասնագետների պակաս կա։ Առևտրի պալատը եւ այլ կազմակերպություններ դեմ են վճարին։ Նրանք կարծում են, որ վարչակազմը չունի նման հարկ սահմանելու իրավունք։ Դաշնային դատարանը դեռ պետք է ուսումնասիրի այս նոր որոշումը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս կարգի վիզայի համար դիմումների թիվը նվազել է։ Անցյալ տարի գրանցվել է 344,000 դիմում։ Սա 2024 թվականի համեմատ ավելի քան 25%-ով պակաս է։ Փոփոխությունները չեն վերաբերում ուսանողական վիզաներին, խստացվել է ընտրության կարգը։ Այժմ առաջնահերթություն կտրվի ավելի բարձր վարձատրվող մասնագետներին։ Իրանական թեմայում կտրուկ փոփոխություններ չկան, Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ։ Նպատակը Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելն է։ ԱՄՆ գանձապետարանը պլանավորում է նոր սահմանափակումներ։ Այն կթիրախավորի Իրանի հետ բիզնես կապեր ունեցող երկրներին։ Ըստ աղբյուրների, սա վերջին նախազգուշացումն է։ Երկրները պետք է ընտրեն կամ ԱՄՆ-ի կողմն են, կամ Իրանի։ Պատժամիջոցները նպատակ ունեն դադարեցնել Իրանի հետ գործարքները։ Թեհրանը պետք է դուրս գա դոլարային ֆինանսական համակարգից։ Վաշինգտոնում կարծում են, որ սա կօգնի ավարտել Հորմուզի նեղուցի 6-ամյա հակամարտությունը։ Ավելի վաղ գանձապետարանի քարտուղարը հայտարարել էր, որ սրանք պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն են։ Վարչակազմը հույս ունի, սա թույլ կտա խուսափել ուղիղ ռազմական գործողություններից։ Ամերիկացիները նախկինի պես ոգևորված չեն Իրանի հետ պատերազմով։ Թրամփի հեղինակությունը հասել է նվազագույնի։ Հարցումները ցույց են տալիս հանրային տրամադրությունների փոփոխությունը։ Reuters-ի նոր հարցումը բացահայտել է հետաքրքիր փաստեր։ Միայն 25%-ն է աջակցում Իրանի հետ հնարավոր պատերազմին։ Մյուսները նախընտրում են դիվանագիտական ուղին։ Թրամփի աշխատանքին հավանություն է տալիս 40%-ից քիչ մարդ։ Այս ցուցանիշը պատմականորեն ցածր է։ Որոշ քաղաքացիներ նշում են, մենք անհանգստացած ենք ներքին խնդիրներով։ Հետազոտությունը անցկացվել է ԱՄՆ ամբողջ տարածքում։ Թրամփի վարկանիշի նվազման միտումներ կան նաև Թեքսասում եւ Կալիֆոռնիայում։ Ըստ փորձագետների, ԱՄՆ-ի բնակչությունը զգուշանում է նոր ծախսատար ռազմական արկածախնդրությունից։ Սոցիոլոգիական պատկերը փոխվել է շատ արագ։ Պատերազմի գաղափարը դարձել է ոչ պոպուլյար։ Փոխարենը տնտեսական խնդիրները մնում են առաջնահերթ։ Միջանկյալ ընտրություններին ընդառաջ սա լուրջ մարտահրավեր է գործող նախագահի համար։ Մոնթանա նահանգում ընտանեկան վեճն ավարտվել է սարսափելի դեպքով։ Տանը հրաձգություն է եղել, որին հաջորդել է հրդեհ։ Զոհվել են չափահասներ եւ երեխաներ։ Կրակողը ինքնասպան է եղել։ Դեպքը տեղի է ունեցել Բիլինգսի արևմտյան մասում։ Հանցագործության մոտիվների մասին պաշտոնական աղբյուրները դեռ մանրամասներ չեն հայտնել։ Կանչով տեղ հասած ոստիկանները լսել են կրակոցներ տան հետևի հատվածից, իսկ րոպեներ անց տունը ամբողջությամբ կրակի մեջ է հայտնվել։ Ավելի ուշ ժամանած հրշեջները
դժվարությամբ են կարողացել մարել հրդեհը, միայն դրանից հետո են իրավապահները կարողացել տարածք մտնել եւ սկսել դեպքին վերաբերող նյութերի հավաքագրումը։ Դրանց մի մասն ի դեպ կրակն արդեն ոչնչացրել է։ Այնպես որ ոստիկանների աշխատանքը կլինի ավելի բարդ ու ժամանակատար, իսկ փորձաքննության պատասխանը կլինի ավելի ուշ։ Անհավանական է, բայց այսը բողոքում է, որ իրեն Լոս Անջելեսում վատ են վերաբերվում։ Այսի գործակալներին հետապնդում են իրենց տներում։ Կալիֆոռնիայի ապաստարան քաղաքի քաղաքականությունը սահմանափակում է նրանց գործունեությունը։ Այս մտահոգությունը ներկայացրել է կառույցի Լոս Անջելեսի գրասենյակի տնօրենը։ Գործակալները չեն կարողանում մուտք գործել մասնավոր տարածքներ, տեղական ոստիկանությունը շատ դեպքերում հրաժարվում է աջակցել գործողություններին։ Այսի Լոս Անջելեսի գրասենյակի տնօրենը նշել է, այս քաղաքականությունը սպառնալիք է հանրային անվտանգության համար։ Պատճառը դատական սահմանափակումներն են։ Գործակալները հաճախ ենթարկվում են անձնական հարձակումների, նրանց հետապնդում են նաև սոցիալական ցանցերում։ Հակառակ ռիսկերին ծառայությունը շարունակում է իր աշխատանքը հավատարիմ ԱՄՆ սահմանադրությանը։ Լրատվամիջոցների հետ զրույցում ամբողջացրել է այսի Լոս Անջելեսի գրասենյակի տնօրենը։ Լոս Անջելեսի հարևանությամբ Օրինջ շրջանում քիմիական նյութի պայթյունի սպառնալիքը վերացվել է։ Տեղի բնակիչներին կտրվի $100 միլիոն փոխհատուցում։ Մայիսին տեղի ունեցած վթարի ժամանակ 50,000 մարդ հարկադրված լքել էր իրենց տունը։ Այս մասին արդեն պաշտոնական հայտարարություն է հնչել։ Վտանգը եղել է GKN Aerospace ընկերության պահեստում, որտեղ պահվում էր թունավոր նյութ։ Պայթյունի վտանգի պատճառով տարհանումը տևել է 5 օր։ Ընկերության ավագ փոխնախագահը նշել է, որ ծրագիրը կգործարկվի այս աշնանը։ Բնակիչները կստանան փոխհատուցում հյուրանոցային եւ այլ ծախսերի համար։ Ծրագիրը կկառավարի անկախ երրորդ կողմը առանց ընկերության մասնակցության։ Զուգահեռ իրավապահները հետաքննում են քրեական գործը։ Ընկերությունը նպատակ ունի սեպտեմբերին վերսկսել աշխատանքը։ Տեղական իշխանությունները պահանջում են ավելի մեծ ֆինանսական միջոցներ։ Փրկարար ծառայության ծախսերը նույնպես պետք է վճարվեն։ Մայիսին տեղի ունեցած միջադեպը լուրջ անհանգստություններ առաջացրել, ավելի քան 14,000 գալոն վտանգավոր նյութ է հեռացվել պահեստից։ Բնակիչները փոխհատուցման համար կարող են դիմել առաջիկա շաբաթներին։ ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչության հովանավորների պաշտոնական ցուցակից։ Այս որոշումը դարձել է Սիրիայի տնտեսական վերականգնման գլխավոր քայլը։ Սա հնարավորություն է տալիս երկրում նոր ներդրումներ կատարել։ Թրամփն այս մասին ծանուցել էր դեռ հուլիսին։ Այս փոփոխությունները հաջորդել են երկարատև բանակցություններին։ Սիրիան համաձայնել է կրճատել ռուսական նավթի ներկրումը։ Նախագահ Ահմեդ Ալ-Շարայի կառավարությունը հույս ունի ներգրավվել միլիոնավոր դոլարներ։ Սիրիան այժմ նպատակ ունի վերականգնել իր ֆինանսական համակարգը։ Mastercard ընկերությունը սկսել է պատրաստել միջազգային վճարումների ենթակառուցվածքը։ Bank of America-ի ղեկավարները ևս քննարկում են համագործակցության հնարավորությունները։ Սիրիան ահաբեկչության հովանավորների պաշտոնական ցուցակում հայտնվել է 1979 թվականից։ Այժմ ցուցակում մնացել են միայն Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Կուբան։ Ամերիկյան ուժերը հերթական արագընթաց նավն են խոցել Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում։ Զոհվել է 2 մարդ, որոնց ամերիկյան կողմը մեղադրում է թմրամիջոցների տեղափոխման մեջ։ Սա վերջին 2 ամսվա ընթացքում առաջին հարձակումն է։ Այս արշավի ողջ ընթացքում Լատինական Ամերիկայի ափերի մոտ իրականացվել է 67 հարված, ոչնչացվել է 64 արագընթաց նավակ, զոհվել է 223 մարդ։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ սա պայքար է կարտելների դեմ։ Նրանք գործողությունները որակում են որպես զինված հակամարտություն։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակցություններ է վարում Լատինական Ամերիկայի երկրների հետ։ Նպատակը ցամաքային ռազմական գործողություններ իրականացնելն է թմրակարտելների դեմ։ Քննադատները կասկածի տակ են դնում այս հարվածների իրավական հիմքերը։ Ոմանք անգամ համարում են, որ հարձակումները հակաօրինական են։ Պենտագոնի վերահսկիչ մարմինը պլանավորում է ստուգումներ իրականացնել այս կապակցությամբ։ Նրանք պետք է պարզեն, արդյոք զինվորականները պահպանել են թիրախավորման սահմանված կարգը։ Ամեն դեպքում փաստ է, որ ամերիկյան կողմը հաճախ ապացույցներ չի ներկայացնում այդ նավերում թմրանյութերի առկայության վերաբերյալ։ Լոս Անջելեսի օդանավակայանի աշխատակիցը փորձել է թմրանյութ տեղափոխել, ձերբակալվել է 2 մարդ ֆենտանիլի պահման մեղադրանքով։ Նրանք Լոս Անջելեսի Լենոքս թաղամասի բնակիչներ են։ Հաստատվել է, որ օդանավակայանի աշխատակիցը կապ ունի թմրանյութերի առևտրի հետ։
Արդարադատության նախարարությունը մանրամասներ է հայտնել, Միգելը աշխատում էր օդանավակայանում, նա եւ հանցակիցը թմրանյութ են տեղափոխել օդանավակայանի զուգարանում։ Խոսքը 24.3 ֆունտ ֆենտանիլի մասին է, որը նախատեսված է եղել Մինեսոտա տանելու համար։ Կասկածյալները կանգնել են դաշնային դատարանի առջև, նրանք ազատ են արձակվել $10,000 գրավով։ Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին, պատիժը կարող է լինել ծանր, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Գերագույն դատարանը մասնակի հաղթանակ է շնորհել Թրամփի վարչակազմին, խոսքը փոստային քվեարկության սահմանափակման մասին է։ Թրամփը որոշում էր ընդունել սահմանափակել այն անձանց շրջանակը, որոնք կարող են փոստով ստանալ քվեաթերթիկներ ու քվեարկել։ Ավելի վաղ դատարանը այս որոշման կատարումը արգելել էր, իսկ այժմ արգելքը վերացնում է։ Այս որոշումը վերաբերում է Կալիֆոռնիային եւ մի շարք այլ նահանգներին։ Կալիֆոռնիայի նահանգապետը խոստացել է նոր բողոք ներկայացնել։ Ըստ նրա, յուրաքանչյուր ընտրող պետք է ստանա փոստային քվեաթերթիկ։ Դատարանը նշել է, որ այս որոշումը դեռ չի նշանակում օրենքի լիակատար հաստատում։ Փորձագետները կանխատեսում են դատական նոր գործեր այս թեմայի շուրջ։ Այս պահին, սակայն, հաղթանակը պատկանում է Թրամփին։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Արդյոք ամերիկյան IVF-ը էկոն իրոք անվճար կլինի։ Թրամփը խոստացել էր անվճար դարձնել այս արտամարմնային բեղմնավորումը։ Շատերը դեռ սպասում են այդ խոստման կատարմանը, բազմաթիվ ընտանիքներ հույս ունեն ստանալ պետական աջակցություն։ Թրամփն ավելի վաղ ասել էր, կառավարությունը կվճարի IVF-ի բոլոր ծախսերը, սակայն հստակ մեխանիզմներ մինչև այժմ չեն ներկայացվել։ 2026-ի փետրվարի նախագահը ստորագրել է հրամանագիր ուղղված բուժման մատչելիության բարձրացմանը, սակայն հայտարարված վերջնաժամկետ հիմնականում անցել են, իսկ խնդիրները չեն լուծվել։ Սպիտակ տունը խուսափում է կոնկրետ մեկնաբանություններից, այս պահին իրավիճակը մնում է անորոշ։ Իր բնույթով առողջապահական այս թեման դարձել է ամերիկյան ներքաղաքական օրակարգի ամենակննարկվող հարցերից մեկը։ Գլենդելում մարդիկ հերթ են կանգնում հայի պատրաստած $38 սենդվիչի համար։ Այս ուտեստը հայտնի է դարձել իր բարձր գնով։ Երրորդ մաս հասաբուրգեղենի եւ մթերային խանութի սենդվիչը ճանաչվել է լավագույններից մեկը։ Ոմանք այն համարում են չափազանց թանկ, ոմանք էլ հիանում են դրա համով։ Գնի շուրջ քննարկումները չեն դադարում։ Շեֆ-խոհարար Արթուր Գրիգորյանը հիմնավորում է սենդվիչի գինը։ Օգտագործվում է ավստրալիական Wagyu միս։ Սենդվիչի մեջ կան պարսկական թթուներ եւ պանիր։ Սենդվիչը մեծ է եւ բավարար է երկու մարդու համար։ Գրիգորյանը թույլ չի տալիս սենդվիչը տուն տանել։ Նա ասում է, որ ուտելիքը պետք է ուտել թարմ հենց տեղում։ Այս սենդվիչը իրականում ֆենոմեն է դարձել ԱՄՆ-ում, դրան անգամ New York Times-ն է անդրադարձել եւ անվանել հրաշք։ Հակառակ գնի շուրջ վեճերին Գրիգորյանը շարունակում է իր գործը։ Հաճախորդներն էլ շարունակում են ժամանել Գլենդել եւ անձամբ փորձել այս ուտեստը։ 6 տարեկան ամերիկահայ դաշնակահարը արդեն գրավում է աշխարհի մեծ բեմերը։ Ալեք Վան Հաջադուրյանը նոր ալբոմ է թողարկել եւ անվանել իր տարիքի պատվին 6։ Դաշնակահարը հասցրել է ելույթ ունենալ հայտնի Քարնեգի հոլում, ինչպես նաև Լոս Անջելեսի Walt Disney-ի համերգասրահում։ 6 անվամբ նոր ալբոմում կա 5 դասական հայտնի ստեղծագործություն Ալեքի կատարմամբ։ Ալբոմում ներառված է նաև նրա հեղինակային September Trees գործը։ Սա փոքրիկ դաշնակահարի առաջին սեփական ստեղծագործությունն է։ Անցյալ տարի նա ներկայացրել էր 5 մինի ալբոմը։ Ալեքը նաև բազմաթիվ մրցանակներ է շահել միջազգային մրցույթներում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի, ինչպես ամերիկահայ ձեռներեց Հովհաննես Ավոյանի հիմնադրած Pixart-ը Հայաստանից հասավ համաշխարհային շուկա։ 1 միլիարդից ավելի ներբեռնում, 150 միլիոնից ավելի ամսական ակտիվ օգտատեր, իսկ այսօր ավելի քան 130 միլիոն օգտատեր եւ 2.5 միլիարդից ավելի տեղադրում։ Բարև ձեզ, այս անհավանական թվերը Pixart-ին են վերաբերում։ Հայաստանում արմատացած տեխնոլոգիական ընկերություն, որը 2011-ին հիմնադրել է ամերիկահայ ձեռներեց Հովհաննես Ավոյանը։ Ընկերության կենտրոնական գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում է, իսկ Երևանը նրա կարևոր տեխնոլոգիական կենտրոններից մեկն է։ Pixart-ը սկսել է որպես լուսանկարների խմբագրման հավելված, բայց հիմա շատ ավելի լայն հարթակ է։ Այն առաջարկում է լուսանկարների եւ տեսանյութերի խմբագրում, դիզայնի գործիքներ, ձևանմուշներ, ֆոնային լուծումներ եւ արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ։ Ընկերության պաշտոնական տվյալներով հարթակն ունի ավելի քան 300 միլիոն խմբագրելի լուսանկար, տեսանյութ եւ ձևանմուշ, իսկ ստեղծագործական խմբագրումները ամսական անցնում են 1 միլիարդից։
Հետաքրքիրն այն է, որ Pixar-ը շուկայում միայն Photoshop-ի բարձեցված տարբերակ չէ։ Ընկերությունը միավորում է խմբագրումը, բովանդակության ստեղծումը, համայնքային հնարավորություններ ու AI գործիքները մեկ միջավայրում։ Այս մոտեցումը թույլ է տալիս նույն հարթակում պատրաստել սոցիալական ցանցի գրառում, գովազդային նյութ, պրեզենտացիա, ապրանքի պատկեր կամ կարճ տեսանյութ, առանց տարբեր ծառայությունների համար հարթակից հարթակ անցնելու տհաճ անհրաժեշտության։ Ընկերության պատմությունը բավական արագ է զարգացել։ 2014-ին Pixar-ն արդեն ուներ 45 միլիոն ամսական ակտիվ օգտատեր, 2017-ին 100 միլիոն, 2019-ին ավելի քան 150 միլիոն, 2020-ին հավելվածը անցավ 1 միլիարդ ներբեռնման շեմը, իսկ 2021-ին 130 միլիոն դոլարի Series C ներդրումից հետո ընկերության արժեքի պաշտոնական գնահատականը հատեց 1 միլիարդ դոլարի սահմանը։ Այս աճը Pixar-ին բերեց միաեղջյուր unicorn կարգավիճակ, որը բիզնեսում նշանակում է մասնավոր ստարտափ ընկերություն, որի գնահատված շուկայական արժեքը հասել է առնվազն 1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Տերմինը վերաբերում է այն ընկերություններին, որոնք դեռևս չեն դարձել հանրային, իրենց բաժնետոմսերը բորսայում չեն վաճառում, բայց մասնավոր ներդրողների կողմից գնահատվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի։ 2021 թվականի օգոստոսին Pixar-ի գնահատականը անցավ 1 միլիարդը, իսկ Forbes-ը այն ժամանակ Pixar-ը գնահատում էր մոտ 1.5 միլիարդ դոլար։ Բայց ամենակարևոր պատմությունը թերևս հենց Հայաստանում է։ Pixar-ը այստեղ պարզապես վաճառքի շուկա կամ փոքր մասնաճյուղ չի կառուցել։ Երևանը ընկերության տեխնոլոգիական աշխատանքի կարևոր հենակետ է, իսկ 2021-ին Pixar-ը ձեռք բերեց Deepcraft-ը Հայաստանի արհեստական բանականության եւ տեսանյութերի մշակման ընկերությունը։ Deepcraft-ի 8 ավագ մասնագետները միացան Pixar-ի թիմին, ուժեղացնելով AI ուղղությունը։ Ընկերության առանձնահատկություններից մեկը սեփական տեխնոլոգիական հետազոտությունների վրա շեշտադրումն է։ Pixar-ը ստեղծել է Payer, Pixar AI Research ստորաբաժանումը, որը զբաղվում է արհեստական բանականության կիրառմամբ ստեղծագործական գործիքներում։ Ընկերությունը զարգացրել է օրինակ պատկերների որակի բարձրացման AI Enhance գործիքը, իսկ այսօր առաջարկում է նաև տեքստից պատկեր եւ տեքստից տեսանյութ ստեղծելու AI հնարավորություններ։ Իսկ ինչու այս ամենը կարևոր է հայկական տեխնոլոգիական միջավայրի համար, որովհետև Pixar-ի պատմությունը ցույց է տալիս, որ Երևանից կարելի է ստեղծել համաշխարհային սպառողական տեխնոլոգիական արտադրանք։ 2015-ին ընկերությունը ներդրում ստացավ Sequoia Capital-ից, այնուհետև ընդլայնեց ներկայությունը Միացյալ Նահանգներում։ Ընկերության հիմնադիրը նշել է, որ ԱՄՆ-ում ֆիզիկական ներկայությունը կարևոր է ներդրողների եւ միջազգային թիմի ձևավորման համար։ Pixar-ի մեկ այլ հետաքրքիր ուղղություն կրթությունն է։ Pixar Academy-ն Հայաստանում տեխնոլոգիական կրթական ծրագրեր է իրականացնում 2016 թվականից։ Ընկերությունը այն ներկայացնում է որպես հարթակ, որտեղ սովորողները կարող են զարգացնել տեխնոլոգիական հմտություններ, վեբ ծրագրավորումից ու արհեստական բանականությունից մինչև մեքենայական ուսուցում, տվյալագիտություն եւ արտադրանքի կառավարում։ 2022-ին Pixar-ը ներկայացրել էր Երևանում ավելի քան 8600 քառակուսի ֆուտ տարածքով կրթական կենտրոնը, որտեղ դասընթացները նախատեսված էին եւ սկսնակների, եւ փորձառու սովորողների համար։ Ավելի վաղ ընկերությունը նաեւ ձեռք էր բերել Code Republic կրթական հարթակը, նշելով, որ դրա միջոցով ցանկանում է ընդլայնել դասընթացների թեմաները, լեզուներն ու աշխարհագրությունը եւ ավելի շատ մարդկանց հասցնել տեխնոլոգիական կրթություն։ Եթե ամբողջ պատմությունը մեկ նախադասությամբ հավաքենք, ստացվում է բավական հետաքրքիր պատկեր։ Ամերիկահայ ձեռներեց Հովհաննես Ավոյանի հիմնադրած Pixar-ը Երևանից ու Սան Ֆրանցիսկոից հասել է համաշխարհային շուկա, դարձել է միաեղջյուր եւ վերածվել լուսանկարների խմբագրման հավելվածից շատ ավելի լայն AI ստեղծագործական հարթակի։ Սա հերթական հրաշքի պատմությունն էր ամերիկյան կապիտալով ու հայկական մտքով։ Հաջորդ պատմությունները բաց չթողնելու համար անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։